Շուշիի վերադարձի և Հադրութի դեօկուպացիայի մասին նախկինում գրված էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ օրակարգը փոխելու հարցում իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են պարտադրել։ Կառավարության նիստում նշել է, որ 21 թվականի ընտրությունների նախընտրական ծրագիրը դեռ ներառում էր երրորդ հանրապետության գաղափարաբանության առանցքային դրույթները, այդ թվում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին ձևակերպումները, սակայն քարոզարշավի ընթացքում ըստ Փաշինյանի այդ մոտեցումը վերանայվել է։ Այժմ նախկին մոտեցումը Փաշինյանը հակադրում է խաղաղության օրակարգին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը և չորրորդ հանրապետության տեսլականին։ Փաստորեն այն, ինչ նախկինում իշխանության իսկ նախընտրական ծրագրում ներկայացվում էր որպես քաղաքական նպատակ, այսօր ներկայացվում է որպես անցյալում թողնվող գաղափարաբանություն։ Իսկ այն քաղաքական սերունդը, որի ձևավորման հիմքում արցախյան շարժումն էր, ներկայացվում է որպես անցնող ժամանակաշրջանի մաս։ Հարց է առաջանում. ինչ պետք է արժենա այդ նոր իրականությունը Հայաստանի համար, երբ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է իր իսկ նախկին ձևակերպումներից, իսկ Ադրբեջանը շարունակում է իբր պատմական ու տարածքային թեզերը ներկայացնել որպես անվիճելի ճշմարտություն, ում է իրականում ձեռնտու Հայաստանի այս նոր օրակարգը։ Փաշինյանի չորրորդ հանրապետությունը կառուցվում է խաղաղության, թե սեփական պատմությունից հրաժարվելու, արցախյան շարժման ժառանգությունը մերժելու, Արցախի էջը փակելու և Բաքվին ձեռնտու նոր իրականություն ձևավորելու գնով։